Եվ բոլորին այսօր մենք կրկին եկել ենք IKEA մի քանի բան ենք ուզում գնենք փոքրիկներին թողել ենք մանկապարտեզում եւ եկել ենք գնումների ընկերներ ջան ձեզ բարի օր եմ մաղթում շատ արևային օր այսօր մտնենք ներս նոր տարին այստեղ դեռ շարունակվում է մենք գրում ենք մի անգամից առաջին հարկ Utilizzando la nostra app, pagali nella cassa dedicata e riceverai un piccolo omaggio. Ricorda che puoi scansionare anche i prodotti della bottiglia svedese. Devi fare un ordine? Crealo in autonomia sui nostri punti self-service. Շարունակենք, տեսնենք ինչ ենք վերցնում։ Այն ինչ որ ուզում է արդեն չկա, պարզվեց միայն առաքում է։ Ցավոք սրտի չկա։ Հիմա ուզում եմ տեսնեմ, եթե մնացել է տունիկները IKEA, ես շատ եմ սիրում տունիկները երեխաների հետ պատրաստել, տեսնեմ, եթե մնացել է, կվերցնեմ։ Մեկ էլ այս հացի ամանն էի նայում։ Ինքան արագ ենք ամեն ինչ նայում, որ հասնենք մեր բոլոր գործերը, ինչ որ պլանավորել ենք այսօր։ Ընկերներ, շարունակենք, տեսնենք ինչեր կան։ Հույսով եմ կգտնեմ, ես միշտ IKEA-ից գնում եմ տունիկ, որտեղ դու ինքդ թխված կա բլիթից տունիկ է, որ դու փոքրիկների հետ կառուցում ես այդ տունիկը, կրեմով, ամեն ինչով։ Հիմա նենց հույսով եմ, որ կգտնեմ, չնայած գիտեմ, որ ուշ է արդեն հիմնականը մեզ ժամանակ վերջացած է լինում, բայց ես իմ հույսը չեմ կորցնում ընկերներ, մի քանի բան գնեցինք, ձեզ արդեն տունը ցույց կտամ, ինչ եմ գնել, ընկերներ, արդեն վերադարձել ենք IKEA-ից, հիմա ձեզ ցույց տամ ինչեր եմ գնել, ոյ աստվածım, Այդքան շատ բան չի, ուղղակի մեծ է, ընկերներ, ամենակարևորը և հետաքրքիրը գնեցի Gingerbread House, որպեսզի փոքրիկների հետ այս տունիկը կառուցեմ, վերցրեցի նաև այս դեկորացիաները, որպեսզի կարողանամ գունավոր, գեղեցիկ այսպես զարդարեմ, և սոսինձը հենց այդ ամեն ինչ ուտելու է բնականաբար և սոսինձը և այդ նկարելու բոլոր էլեմենտները վերցրեցի ընկերներ երկու բաց մեզ համար ասենց ասեմ մեծերի համար երկու բաց վերցրեցի այսպիսին անունը Հեսա փորձեմ ձեզ ցույց տամ այսպիսին է Log Stamfli ենթադրում եմ, հա, կոչվում է, այս մեծ համար եմ վերցրել ընկերներ Ինչպես նաև վերցրել եմ փոքրների համար բաց այնտեղ խոր տվեցին երեխաների համար սա կոչվում է Wheat Corn երկու բաց էլ իրենց համար եմ վերցրել Այսպես ենք ենել, մի այդ գրումներ այսքան էին այս անգամ Որոշել ենք այսօր փոքրիկների հետ հավաքել մեր IKEA-ի Gingerbread-ը Տեսնենք ինչպես կհաստացվի մեզ մոտ Gingerbread-ի տունիկը այսպես ասեմ ունենք սոսինձը Decoration kit-ը և հենց մեր Gingerbread House-ը Հիմա միասին կբացենք և կփորձենք հավաքել սա գերներ
Շատ եմ կարևորում այսպիսի ժամանակ անցկացնել երեխաների հետ, քանի որ միշտ չի ստացվում ինձ մոտ, որտեվ մենք չունենք տատիկներ, պապիկներ, ովքեր ապրում են մեր կողքը մեզ հետ, որպեսզի կարողանանք նույնիսկ երեխաներին թողնել որոշ ժամանակ, կամ ինչ-որ հարցում իրենք մեզ օգնեն, մենք երեխաների հետ զբաղվենք։ Ցավոք մեզ մոտ դա չի ստացվում, եւ այդ իսկ պատճառով ինձ համար շատ կարեւոր է, որ ինչ-որ sense հիշվող բան երեխաների հետ մենք անպայման խաղանք կամ ինչ-որ բան պատրաստենք իրար հետ։ Սա իրենց համար երկրորդ տարին է, որ ես գնում եմ այս տունիկները եւ մենք պատրաստում ենք միասին, իրանք սպասում են դրան եւ հուսով եմ, որ կկարողանամ ժամանակ գտնել այլ հետաքրքիր բաներ պատրաստել ամանորի։ Այդ իսկ պատճառով ավելի ես գնահատում նման պահերը, որ թեկուզ անցկացրեցինք համարյա թե 1.5 ժամ, մինչև պատրաստեցինք այս տունիկը, բայց ես նույնպես հաճույք ստացա, երեխաները նույնպես մեր անցկացրած ժամանակից, որ կարողացանք միմյանց հետ շփվել, ինչ-որ հետաքրքիր բան պատրաստել, եւ իհարկե նոր տարվա այս արձակուրդները Իտալիայում լինում են ամսի 24-ից սկսված, մինչև 23-ն է աշխատում մանկապարտեզը, եւ ամսի 24-ից մինչև հունվարի 8-ը երեխաները լինելու են տանը, եւ հուսով եմ, որ կկարողանամ գոնե ես այդ ժամանակը իրենց հատկացնել, գոնե օրվա մեջ մի քանի ժամ, ինչ-որ հետաքրքիր բաներ պատրաստել, դուրս գալ այգում, խաղալ կամ այգին մաքրել իրենց հետ, բայց գոնե մեր հիշողության մեջ էլ կմնան այդ պահերը, որ կարողանում ենք իրար հետ անցկացնել։
ինձ հետ ընկերներ, դուք ինչպես եք անցկացնում ժամանակը երեխաների հետ, հատկապես այս նոր տարվա արձակուրդներին, ինչ հետաքրքիր բաներ եք անում, ինչ հետաքրքիր բաներ եք պատրաստում իրար հետ եւ արդյոք կարողանում եք այս զբաղված կյանքում ժամանակ հատկացնել երեխաներին եւ լիարժեք դուք ինքներդ վայելեք այս նրանց մանկությունը, որը նրանք շատ շուտ են իսկապես մեծանում եւ մենք չենք էլ հասկանա թե ինչպես դա անցավ. Եվ ես շատ եմ վախենում, որ կորցնենք այս պահերը, երբ իրանք այսպես փոքրիկ են, ուրախանում են ամեն մի փոքր բանի վրա, իսկապես ժամանակը թռնում է եւ պետք է հնարավորինս կարողանանք օգտագործենք ամեն րոպեն, որ համ մեր հիշողության մեջ մնա այս ամենը, համ իրենց հիշողության մեջ մնա, կիսվեք ինչպես եք կարողանում կազմակերպել եւ աշխատանքը եւ կյանքը եւ զբաղվածությունը երեխաների հետ, ինչ շատ հետաքրքիր կլինի։ Այսպիսի տունիկ ստացվեց մեզ մոտ ընկերներ, արդեն տեսակ երեխաների օգնությամբ, մի քիչ դժվար էր, բայց հիմա շատ լավ ժամանակ անցկացրեցինք իրար հետ ընկերներ, այսպիսին է մեր տունիկը, այսպիսին։